Բարին ընձեզ սիրելիներ, այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Հոգու Գալստյան տոնը։ Այսօրը շատ կարևոր է բոլոր քրիստոնյաների համար, բոլոր նրանց համար, ովքեր ունեն ուղիղ հավատք, ովքեր եկեղեցու զավակ են, ովքեր մեր Տիրոջ փրկagorցության խորհուրդը հասկանում են կամ փորձում են գոնե հասկանալ։ Եվ դրա համար այսօր պիտի ձեզ համար ընթերցեմ Սուրբ Գրիգոր Տաթևացու բացատրությունը։ Սուրբ Հոգու Գալստյան մասին։ Հարց. Ինչու մինչև խաչելությունը եւ համբարձումը չպարգևվեց Սուրբ Հոգին տեսանելի նշաններով։ Պատասխան. Վարդապետներն ասում են, որ կա 7 պատճառ։ Նախ, որովհետև Քրիստոսի չարչարանքը պատճառ եղավ Սուրբ Հոգու պարգևների համար, ուստի պետք է ավելի շուտ լիներ, ինչպես որ ամեն մի պատճառ նախորդում է պատճառվածին։ Երկրորդ, որովհետև եթե Քրիստոս այնպես փառավորվեր, ինչպես խաչելությունից հետո, կարգելակվեր ու կխափանվեր մարդկության փրկությունը, որ նրա չարչարանքներով եղավ։ Երորդ, որովհետև հարկ էր Քրիստոսին հովել իր պարզասիրտ աշակերտներին, ինչպես թռչունը ձագերին, մայրը մանուկներին, իսկ եթե ի սկզբանե ընդունեին Հոգին, նրանք այդ խնամածության կարիքը չէին ունենա։ Չորրորդ, որովհետև աշակերտներն իրենց տկարությունը փորձով պետք է ճանաչեին ու ընկալեին, որ ոչ թե իրենց արժանինքների համար ընտրվեցին, այլ որպեսզի սովորեն վերացնել ուրիշների տկարությունը, ինչպես Քրիստոս իրենցը։ Իսկ եթե մինչև Հոգին ընկալեին շնորհները, չէին կարող ուրիշների տկարությունը վերցնել։ Հինգերորդ, որպեսզի հասկանան, որ Քրիստոսի միջոցով պարգևվեց, որովհետև եթե մինչ այդ ստանային, պարզապես կկարծեին, որ Հոգին Աստված է տվել եւ ոչ թե Քրիստոսից է։ Այստեղ մի փոքր պարզաբանենք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ի նկատի չունի, որ Քրիստոս Աստված չէ, եւ նրանք կմտածեին, թե Աստծուց ստացան, այլ աշակերտները չէին ճանաչի Տիրոջ Աստվածությունը եւ չէին հասկանա, որ մարդացյալ բանն Աստծո միջոցով ստացան Սուրբ Հոգու շնորհները։ Չէ՞ որ հենց Սուրբ Հոգով նրանք արդեն հասկացան երրորդության խորհուրդը։ Վեցերորդ, ինչպես սերմանելն է առաջ, քան պտղի հասնելն ու հնձելը, այդպես էլ պետք էր, որ նրանք հավատի սերմն ընդունեին Քրիստոսով, ապա աստիճանաբար աճելով հասնեին Հոգու պարգևներին, պտղաբերեին եւ այլն։ 7. Անհրաժեշտ էր, որ այս պարգևի մեծությունը հայտնի դառնար 3 կերպ։ Նախ պարգևողի կողմից, որ երբ Քրիստոս նստեր մարմնով Հոր աջ կողմում իբրև թագավոր իր թագավորության փառքիաթորին, այն ժամ մեծ կլիներ Հոգու պարգևը, որովհետև տրվելու էր փառավոր Աստծուց Քրիստոսից։ Երկրորդ, ընդունող առաքյալների առումով, որոնք պատշաճ գտնվեցին Սուրբ Հոգուն, որովհետև փորձով գիտեին Քրիստոսի վարդապետությունը, նրա մահն ու հարությունը։ Երրորդ, Սուրբ Հոգու առումով, որ առավել հռչակավոր եւ փառավոր եղավ այս ձևով, որովհետև ընդունելով Սուրբ Հոգի, առաքյալներն անմիջապես հրաշքներ էին կատարում, վկայելով Քրիստոսին եւ առատորեն լցվելով շնորհները փոխանցում էին այլոց։ Կարելի է բերել եւ 8-րդ պատճառը, ցույց տալու համար, որ Հոգին առատությամբ ոչ մեկին չի տրվելու, եթե Հիսուս նրա սիրտը մասնավորաբար չփառավորի, քանզի ոչ միայն մեծ ու փառավոր է համարելու նրա աստվածությունը, այլև աղքատությունը, անարգանքը, մահը եւ այն ժամ նա է արժանանալու լիությամբ ընդունելու Սուրբ Հոգին։ 9. Ինչպես որ թագավորները մահապարտների հետ նախ հաշտվում են, ապա պատվի արժանացնում, այդպես էլ Քրիստոս նախ եկավ իր խաչով ու իր մահով հաշտեցրեց Հոր հետ, ապա Հայր Աստված առաքեց Սուրբ Հոգուն իբրև պարգև մարդկանց։ Եվ քանի որ խաչի պարգևն է Սուրբ Հոգին, ուստի հիշատակելով Սուրբ Հոգին, խաչակնքվում ենք։ Իսկ ո՞րն է Սուրբ Հոգու իջնելու օրվա պատիվը։ Պատասխան.
Այս օրը իսրայելցիները պատվում են 3 պատճառով։ Նախ, այս օրը Աստված երևաց Մովսեսին Սինա լեռան վրա։ Երկրորդ, այս օրը Մովսեսի ձեռքով նրանց տվեց օրենքը։ Երրորդ, եւ այս օրն Աստված ուխտ կապեց ողջ Իսրայելի ժողովրդի հետ։ Մենք էլ 3 պատճառով ենք պատվում այս օրը։ Նախ, որ այս օրը Սուրբ Հոգին իջավ առաքյալների մեջ եւ չեղյալ եղավ այն ասածը, թե իմ հոգին հավիտյան չի բնակվելու ձեր մարդկանց մեջ։ Այսինքն այն պատիժը, որը մարդկանց վրա դրված էր, մեր Տեր Հիսուս Քրիստոսով վերցրվեց եւ Աստծո Սուրբ Հոգին իջավ մարդկանց վրա։ Այդ օրը առաքյալներին զորավոր պարգևներ, շնորհներ տվեց։ Երկրորդ, այս օրը մեզ նոր օրենք եւ Սուրբ Ավետարանի քարոզությունը տվեց։ Երրորդ, որովհետեւ օրինակն է 7-րդ օրվա, երբ երկիրը հիմնվեց նաեւ կյանքի 7 շրջանների, այլև ապագայի, որովհետեւ Քրիստոսի հարությունից 7 շաբաթ անց էր, որի մասին Պողոսն ասում է. Քրիստոս մեր զատիկը մորթվեց։ Սակայն հարց է առաջանում. ինչու օրենքը տալու օրը առաքյալներին Սուրբ Հոգի տրվեց։ Պատասխան. 3 պատճառով։ Նախ, որ ցույց տա, որ նա, ով օրենքը տվեց, նա է հոգին առաքողը նույն որոտով, հողմով, փայլատակումով եւ հրի երևալով, ինչպես որ եղավ այնտեղ լեռան վրա։ Երկրորդ, նա, ով այնտեղ ծածուկ էր իրեն ճանաչել տալիս մարգարեներին, նույն ինքը այստեղ երորդությունը ցույց տվեց առաքյալներին։ Երրորդ, որովհետև այնտեղ չէր կարող արդարանալ, քանզի հիվանդ էր սիրտը, իսկ այստեղ նոր օրենք դրեց մեր սրտերի մեջ։ Այնպիսի մի օրենք, որը կարող է արդարացնել ժողովուրդներին եւ հեթանոսներին։ Հարց. Քանի տեսակ պարգևներ տվեց Սուրբ Հոգին առաքյալներին։ Պատասխան. Հիմնականում 6 պարգևներ բաշխեց նրանց։ Նախ, մաքրություն ծանրամեղ մեղքերից, որպեսզի հոգու իջնելուց հետո այլևս նրանց վրա չիշխեն մեղքերը։ Երկրորդ, հրաշքներ կատարելու կարողություն։ Երրորդ, համարձակ քարոզություն առանց երկյուղի ազգերի, ցեղերի եւ թագավորների առաջ խոսելու համար, ինչպես որ Պետրոսը 1 ժամում 3000 հոգու հավատքի բերեց։ Չորրորդ, բոլոր մարգարեների խոսքերի իմաստների կատարյալ իմացություն ըստ այդմ մեզ Սուրբ Հոգին հայտնեց, որովհետև Հոգին է քննում ամեն ինչ եւ անգամ Աստծո խորությունները։ Հինգերորդ, անբաժանելի միավորությունի սեր Քրիստոսի, որովհետև նրանք, ովքեր խաչելության ժամին թողեցին եւ փախան, հոգու իջնելուց հետո բոլորը հանուն նրա չարչարվեցին եւ մեռան, ըստ այդմ ով կարող է մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց, նեղությունը, թե չարչարանքը եւ այլն։ 6. Բոլոր ազգերի լեզուների իմացությունը, ըստ այդմ խոսում էին այլև այլ լեզուներով, ինչպես որ Հոգին թելադրում էր բարբառել նրանց, կարդում ենք Գործք առաքելոցում։ Նաև եկեղեցու Սուրբ հայրերը ասում են, որ Եսայու մարգարեության գրքի մեջ գրված է հոգու շնորհների մասին, ինչպես որ 11-րդ գլխում է գրված. Նրա վրա պիտի իջնի Աստծո Հոգին, իմաստության, խոհեմության Հոգին, խորհրդի ու զորության Հոգին, գիտության եւ աստվածպաշտության Հոգին, Աստծո երկյուղի Հոգին պիտի լցնի այն։ Ընդհանուր առմամբ 7 շնորհները թվարկվում։ Սակայն պիտի իմանանք, որ Տեր Հիսուս Քրիստոսի մասին գրված է, քանի որ նա ում Աստված ուղարկեց, Աստծո խոսքերն է խոսում, որովհետև Աստված Հոգին առանց չափի է տալիս։ Այստեղի նկատի ունի մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ նա սահմանափակված չէ եւ Հոգին բխելով հորից նաեւ որդունն է եւ չափով չէ տրվում որդուն։ Սակայն նույն բանը չենք կարող ասել սովորական մարդկանց համար, որովհետև ամեն մեկն իր չափով է կարողանում ընդունել Սուրբ Հոգու շնորհները։ Եվ Աստված մարդկանց այնքան է տալիս շնորհներ, որքան կարող են տանել։ Այլապես մարդիկ անկարող լինելով ընդունել շնորհների լիությունը, կարող են ուղղակի
պատռվել մեջտեղից, մեռնել, փոշիանալ։ Պատասխանենք նաև այլ հարցերի։ Օրինակ, ինչու Հորդանանում Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ, իսկ Վերնատանը հրեղեն լեզվով։ Պատասխան. Աղավնին շնորհների ավետաբեր է, ինչպես որ Նոյի տապանում ձիթենու շուղ բերեց, որ խորհրդանշում էր մկրտվածների շնորհը։ Իսկ քուրը երկու հատկանիշ ունի՝ լույսը եւ հավատացյալներին մաքրելը, պատիժը եւ անհավատներին այրելը։ Մի փոքր խոսենք նաև նոր օրհնության մասին։ Հարց. Ո՞րն է նոր օրհնությունը, որ Դավիթն ասում է. օրհնեցեք Տիրոջը նոր օրհնությամբ։ Պատասխան. Սուրբ եկեղեցին կոչվեց Աստծո նոր ժողովուրդ, որովհետև ոչ թե հին օրենքով, այլ հավատով արդարացանք եւ դարձանք ժողովուրդ։ Դարձյալ ավազանի ծննդյամբ կոչվեցինք Աստծո նոր որդիներ ու Քրիստոսի համահայր ու համամայր եղբայրներ, որովհետև նա Աստծո որդին էր բնությամբ, մենք շնորհներով։ Նա կույս մորից, իսկ մենք ծնված կուսական ավազանից, որի պատճառով եւ նոր օրհնություն ենք տալիս նորածին Աստծուն եւ Տիրոջը, մենք Աստծո նոր ժողովուրդս։ Սրանով նախ փառավորում ենք, փառաբանում, օրհնում ենք Որդուն, Հորը եւ Սուրբ Հոգուն, երեք անձ մի բնությամբ եւ ոչ թե ինչպես հները հրեական օրհնաբանությամբ, որոնք Որդուն եւ Հոգուն չէին օրհնում։ Երկրորդ, Վերնատանը առաքյալների դասը նորովի հաղորդակցվելով Աստծո մարմնին ու արյանը, նոր օրհնությամբ օրհնեցին Քրիստոսին եւ ելան Ձիթենյաց լեռը, ինչպես ավետարանն է ասում։ Երրորդ, Ձիթենյաց լեռան վրա տեսնելով երկինք բարձրացող Տիրոջը երկրպագեցին նրան եւ ամեն օր տաճարում գովերքում օրհնում էին Աստծուն նոր օրհնությամբ, Տիրոջ եւ Աստծո համբարձումը երկինք, որ կանխաճառել էր մարգարեն։ Աստված համբարձվեց օրհնությամբ եւ մեր Տերը փողերի ձայնով։ Չորրորդ, այժմ էլ հավատավոր զավակները եկեղեցում նոր օրհնությամբ օրհնելով երեք սրբյան խոսքով աստվածաբանում են խաչալ Քրիստոսին ու օրհնում արքայության խաչի աթոռի վրա։ Հինգերորդ, որովհետև ամեն մի լեզու խոստովանում է, որ Տեր է Հիսուս Քրիստոս, բազմած ի փառս Հայր Աստծո։ Այժմ հավատացյալներն էլ են խոստովանում, հետո ընդհանրապես երկինքը, երկիրը եւ բոլոր ազգերը։ Ըստ այդմ, բոլոր ազգերը, որոնց արարել էր, այսինքն հրեշտակները, մարդիկ կամ էլ մարդկային բոլոր ազգերն ու բոլոր լեզուները վերջում գալու են երկրպագելու Քրիստոսին եւ անեզր հավիտենականությամբ փառավորելու են օրհնելով նրան։ Սա է նոր օրհնություն ասվածը։ Փառք ամենասուրբ երրորդությանը։ Ահա սիրելիներ, տարբեր հարցերի պատասխաններ ստացանք այսօր մեր երանելի եւ սուրբ Գրիգոր Տաթևացու գրածներից։ Այն բաները, որոնք մեզ համար անհասկանալի են, դրանք բաց թողեցի, որովհետև շատերի համար շատ բաներ կարող են բարդ թվալ, անհասկանալի թվալ, եւ այդ պատճառով պետք չէ ծանրաբեռնել ձեր միտքը եւ սիրտը։ Այն ինչ որ պարզ է եւ հասկանալի, դրանով զորանանք, դրանով հարստացնենք մեր հոգիները եւ ապա ժամանակի ընթացքում կարող ենք ավելի ծանր, ավելի կոշտ կերակուր ուտել եւ մարսել։ Փառք Աստծուն, որ ունենք մեր սուրբ հայրերի բացատրությունները եւ դրանցով կարող ենք առաջնորդվել։ Այսօրվա այս գեղեցիկ տոնի կապակցությամբ մաղթում եմ, որպեսզի Սուրբ Հոգու շնորհներով ճանաչեք մեր Տիրոջը։ Սուրբ Հոգու շնորհներով սիրեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոնարհությունն ու հեզությունը, որպեսզի ճշմարտապես եւ հոգով բոլորով երկրպագենք ամենասուրբ երրորդությանը, որպեսզի ինչպես վերածնվեցինք Սուրբ Հոգով Սուրբ ավազանից եկեղեցու, այդպես էլ մեր կյանքը ապրենք այնպես, որպեսզի մնանք զավակներ եւ գոնե եթե հեռանում ենք սիրելիներ, միշտ հիշենք Աստծո այդ խնամքը, Աստծո բարությունը, Աստծո սերը, ներելու պատրաստակամությունը, միայն թե ապաշխարենք։
Միայն թե կանչենք մեր Տիրոջը, միայն թե խնդրենք, որպեսզի մաքրի մեզ եւ մենք էլ մեր հերթին փորձենք մաքրվենք։ Աստծո օրհնությունը բոլորիս հետ լինի։ Տիրոջ քաղցր աչը բոլորիս ընտանիքների վրա։ Ամենասուրբ Տիրամոր մայրական օրհնությունն ու բարեխոսությունը բոլորիս հետ։ Սուրբ Գրիգոր Տաթևացու եւ բոլոր սրբերի բարեխոսությամբ մենք էլ երկնային արքայության մեջ բոլոր սրբերի հետ հավիտենապես փառավորենք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։